Ուրեմն նայեք, էլի քննիչ հանձնաժողովի այդ զեկույցը պիտի ներկայացնեմ, հանրայնացնեմ, որ հասկանանք այդ պատերազմում դավաճանները ովքեր են, նրանց անունները պիտի տան։ Երկրորդը, Անդրանիկ Քոչարյանը համես լսումների այս հանձնաժողովի զեկույցը պիտի հանրայնացներ, խոստացել էր մեզ։ Համել մեկ էլ են դենկաներից, որ խոսում է այդ Անդրանիկ Քոչարյանը, 2-3 անգամ ներողություն է խնդրել մեզանից։ Մեռանք ասելով, եթե մի բանը չես կարողանում ճիշտ արտահայտվես, մի արտահայտվի։ Լավ խոսք ասում է, եթե խոսքը բերանումը տա, ինքն է քո գերին, բերանից է դուրս եկավ, դու ես իրա գերին։ Հիմա Անդրանիկ Քոչարյանը 2-3 անգամ նույն արտահայտության համար ներողություն է խնդրել։ Այսինքն դենկաների մասով, որ խոսացել է, ինքը եթե ինչ-որ մեկին գիտի, եթե դենկա ունի այդ մարմինը ու ծնողը չի տանում, թող գա մատնացույց անի։ Եթե անունով գիտի, թող անուն տա։ Այսինքն ոչ են գիտի ինքը։ Օթումը տենց խոսալով չի, էլի։ Անցած անգամ նամակներ եք փոխանցել, բոլոր խմբակցությունների անունով, դուք նամակների պատասխան ստացել եք, թե չէ։ Ուրեմն նամակների պատասխանները երևի հիմա պիտի ստանան, կասեն մարդիկ։ Ես հիմա տեղեկացված չեմ, նոր եմ եկել։ Ու հիմա տան պատասխան չտան։ Պիտի այդ զեկույցը հանրայնացվի ու վсё։ Ձեր միակ պահանջը դա է։ Մենակ այդ չի, մենք մեր միակ պահանջը, բա մի հատ չիմանանք այդ ով դավաճանեց, դավաճանների անուններ իմանանք, հասկանանք մեր երեխեքը որտեղ են եղել, ով է դավաճանել։ Պիտի իմանանք, չէ, այդ երեխեքը ասել ասող հատի ճուճ չէին, գնացին այտենց ու վсё, կորան։ Պողոսյան նաև իհարկե ներողություն է խնդրել Անդրանիկ Քոչարյանի իր արտահայտության համար, բայց ամեն դեպքում կցանկանայի ձեր գնահատականներ լսել, երբ որ նա հայտարարեց, որ իր տղեն բարձրակարգ տղա է եղել, դրա համար չի ծառայել։ Դուք ինչպես ընդունեցիք այդ հայտարարությունը։ Ուրեմն նայեք, ճիշտն ասած, ինքը այնքան ցածրակարգ է, որ չեմ ուզում դրան անդրադառնամ։ Թող իրա բարձրակարգ տղային գրկի քնի սաղորը։ Ու թող Աստված կանչի, որ մեր ավելի բարձրակարգ տղաներին մենք գրկենք քնենք։ Իրանից ինչ բարձրակարգ տղա պիտի ծնված լինի։ Բարձրակարգ տղեքը նրանք են, ովքեր գնացին, հիմա կեսը եռաբլուրում են, կեսը վիրավոր են, կեսը կորած են, այ բարձրակարգ տղեքը դրանք են, բարձրակարգ տղեքը նրանք են, որ հիմա ծառայում են, բարձրակարգ տղեքը նրանք են, որ հիմա արդեն այդ վայենկոմատներում կանգնում են հաշվառման, որ ծառայեն, ինչ բարձրակարգի մասին է խոսում։ Ու մի հատ ֆրա հայելու մեջ իրան նայ է, էլի, դե նա իրանից բարձրակարգ տղա կծնվի, թե չէ։